Ամերիկան առանց փիքափների Ամերիկա չէ, սակայն ինչ անել օրեցօր թանկացող վառելիքի պայմաններում, երբ ազնիվ քրտինքով վաստակած դոլարներն աչքի առաջ անհետանում են բենզալցակայանում եւ բառի բուն իմաստով վառվում յուրաքանչյուր կիլոմետրի, ավելի ճիշտ յուրաքանչյուր մղոնի հետ։ Մեծածավալ այս կիսաբեռնատարներն իրենց նույնքան մեծածավալ 8 փոխոցային շարժիչներով տասնամյակներ շարունակ հանդիսանում են ամերիկյան ապրելակերպի բաղկացուցիչ մասը, արտահայտելով շարքային ամերիկացու անվրդով վերաբերմունքն ու անհաղորդ կեցվածքը ողջ աշխարհում տեղի ունեցող երևույթների նկատմամբ, որոնք արտահայտվում են միջազգային բորսաներում նավթի գների անվերջանալի ցատկերով։ Բայց մինչև երբ Ինչքան կարող է ամերիկյան սվինն Իրաքում եւ Աֆղանստանում ապահովել էժան վառելիք ամերիկյան շարքային փիքապատիրոջ համար։ Այդպես չի կարող հավերժ շարունակվել։ Ամեն ինչ ունի սկիզբ եւ վերջ։ Եվ հիմա, երբ բենզինի 1 գալոնի գինն անցնում է $4, այսինքն 1 լիտրի դիմաց անցնում է $1, կտրուկ իջնում է փիքափների վաճառքի ծավալները, ինչն արդեն ոչ մի կերպ չի տեղավորվում ամերիկյան շուկայի տրամաբանության մեջ, որտեղ տարեկան վաճառվող 16 միլիոն ավտոմեքենաներից 8.5 միլիոնը փիքափներ են, ջիպեր եւ քրոսովերներ, իսկ վաճառքի ծավալների բացարձակ ռեկորդագիրը Ford F-150 փիքափն է, համարյա 700,000 օրինակով, ինչը 67%-ով ավելի է ամենաշատ վաճառվող մարդատար Toyota Camry մեքենայի ցուցանիշից։ Ինչ պետք է անի աշխարհի ամենախոշոր շուկան, որ չի կարող հրաժարվել իր ավանդական ամենաշատ վաճառվող մեքենաներից։ Իհարկե ոչ։ Ուրեմն, եթե հնարավոր չէ հրաժարվել սիրելի խաղալիքներից, հարկավոր է դրանք դարձնել ավելի տնտեսող։ Իսկ տնտեսման առումով առաջատար դիրքերում են ովքեր։ Իհարկե ճապոնացիները, որոնք ակտիվորեն առաջ են մղում հիբրիդային տեխնոլոգիաները։ Նույն Toyota Prius-ը, որը այսօր համարվում է սերիական թողարկվող առաջին հիբրիդային ավտոմեքենան, 2007 թվականի արդյունքներով 70%-ով ավելացրել է իր վաճառքի ծավալները։ Իսկ Toyota-ի մեկ այլ արդեն ավանդական ամերիկյան սեգմենտի Tundra փիքափը ամերիկյան մրցակիցների վաճառքի ծավալների ընդհանուր կրճատման ֆոնի վրա գրանցել է 58% աճ, վաճառվելով համարյա 200,000 օրինակով։ Վերոհիշյալ երկու հանգամանքների հանրագումարն էլ այն հզոր հնարանն է, որը թույլ է տալիս Toyota-ին վստահորեն առաջ շարժվել եւ ցուցադրել իր պատկերացումներն այս անգամ փոքրածավալ փիքափի տեսքով։ Toyota-ի նոր կոնցեպտը կոչվում է A-BAT և ցուցադրվել է 2008 թվականի հունվարին Դեթրոյթի միջազգային ավտոսալոնում։ Toyota-ի ներկայացուցիչների պնդմամբ, սա նոր դասի ծնունդ է, որն իրենք կոչել են կոմպակտ փիքափների դաս։ Կոնցեպտի երկարությունը հավասար է 4,60 մետրի, լայնությունը 1,89 մետր, իսկ անիվային բազան 2,85 մետրի։ Իր չափերով այն գտնվում է Toyota RAV4-ի և Prado-ի միջև և ընդամենը 7 սանտիմետրով է կարճ FJ Cruiser-ից։ Արտաքնապես Toyota-ի նոր կոնցեպտը թողնում է միանգամայն բարեհամբույր և համակրելի տպավորություն։ Նրա կլորիկ ծավալները համաչափորեն տարածված են ողջ մարմնով և ներդաշնակ տեղաբաշխված։ Մեքենայի թափքը կրող է և իրենից ներկայացնում է Cab Forward տիպի կառուցվածքը, այսինքն ուղևորախցիկը որքան հնարավոր է առաջ է քաշված։ Toyota A-BAT-ն իհարկե ավելի երիտասարդական, ժամանակակից, միգուցե նաև իմիջային մեքենա է։ Այն նախատեսված չէ ծանր բեռներ կրելու համար։ Նրա բեռնատար պլատֆորմին ավելի հարիր կլինեն լեռնային հեծանիվները կամ ակտիվ հանգստի համար նախատեսված այլ պարագաներ, ասենք սկեյթբորդ, դահուկներ
միգուցե նաև ձնագնաց կամ փոքրիկ մոտորանավակ, որոնք հեշտությամբ կքարշակվեն ուր որ հարկն է։ Իհարկե Toyota-ի կոնցեպտը զինված է հիբրիդային ուժային համակարգով, սակայն հայտնի է միայն, որ այն բաղկացած է 4 մխոցային բենզինային և 2 էլեկտրական շարժիչներից։ Այստեղ Toyota-ի մասնագետները հարկ չեն համարել կոնկրետ տեխնիկական տվյալներ հրապարակելը, իրավամբ գտնելով, որ որևէ մեկը չի կասկածում Toyota-ի հնարավորություններին հիբրիդային տեխնոլոգիաների ասպարեզում։ Նրանց առաջին հերթին հետաքրքրում է կոմպակտ պիկափի գաղափարը, որը նման համակրելի փաթեթավորմամբ և առաջնային տեխնոլոգիաներով կարծում ենք անկասկած կհետաքրքրի ավանդական ամերիկյան ավտոգնորդին, չէ որ Ամերիկան առանց պիկափների Ամերիկա չէ։